Հարգելի բարեկամներ, ինչպես գիտեք, այս տարի լրանում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի 110-ամյակը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Պերճ Զեյթունցյանի «Ոտքի դատարանն է գալիս» ներկայացումից մի հատված։ Սողոմոն Թելերյանի մենախոսությունը Արամ Մանուկյանի կատարմամբ։ Սողոմոն Թելերյան, ծնված 1896 թվականի ապրիլի 2-ին Դարանախյաց գավառի Բագարիչ գյուղում, 1921 թվականի մարտ 15-ին Շարլոտենբուրգում Թալյատ Փաշային սպանելու համար հանցավոր չի ճանաչվում, մեղադրյալն արձակվում է ազատ։ Զավակս, ինչու չես ուրախանում, ինչու ես տխուր։ Հիմա ես ինչ անեմ, ուր գնամ։ Ինչպես թե ուր, մեր տունը, քո տունը։ Ես այդ չեմ հարցնում, ասում եմ, հիմա ես ինչ անեմ, ուր գնամ, ինչ անեմ այն ազատությունը, որ ինձ պարգևեցին։ Գնա զավակս, գնա, դու դեռ չգիտես, մտքով էլ չի անցնում, թե որքան բան կա անելու։ Տեսնում ես զավակս, աշխարհում այն ու ամենայնիվ արդարություն կա։ Արդարություն, արդարություն ասացիր։ Դու հասկանում ես, թե ինչ ասացիր քո այդ միամիտ բարի աչքերով, արդարություն, ինչ զարհուրելի միտք հուշեցիր, արդարություն, ետ վերցրու խոսքերդ ի սեր Աստծո, ետ վերցրու, իսկ Բիթլիսի մերձակա անտառում ոտքերից կախված այն կինը և նույն ծառի տակ նետված նրա 1 տարեկան երեխան։ Մայր իր ձեռքը երկարել էր դեպի իր զավակը, իսկ երեխան իր անզոր թաթիկները պարզել էր դեպի մորը, ու նրանց ձեռքերը չէին հասնում իրար, հասկանում ես, չէին հասնում, արդարություն ասացիր, արդարություն, կամ այն կմախքը, որի ոսկրե ձեռքերով իր գիրկն էր առել 4 ամսական մանչուկին, իսկ գիտեք, որտեղից գիտենակ, երբ ամիսներ անց թաղեցին նրանց, երեխայի կմախքը պոկվեց մոր գրկից ու փշուր եղավ, արդարություն ասացիր, ուրեմն մոռանանք այն հղի կնոջում, որը վայն էին պատրել անդամատել նախորոք գրազ գալով պտուղը տղայել թե աղջիկ, և տանուլ տված ասքյարը կտոր էր արել դեռ լույս աշխար չեկած մանչուկին, կամ այն մանուկներին, որոնց շարք էին կանգնեցնում ու գնդակահարում ստուգելու համար, թե մի գնդակով քանիսին կարելի է սպանել, կամ այն մանչերի, որոնց իրար վրա էին դարսում ու գլխատում ստուգելու համար իրենց բազկի ուժը, արդարություն ասացիր, ուրեմն ես ինձ պարգևած կյանքով մեղմացրի այս դաժան ոճիրը, հիմա բոլորը հանգիստ են, բոլորը բավարարված են, ես բթացրի մարդկային հիշողությունը իմ կյանքով, ինչ շնորհած ներումով, ես բթացրի, հիմա բոլորը հանգիստ են, բոլորը, իսկ Սեֆարի գյուղի բանտարկյալը, որ նախորոք կաշառեց ժանդարմին, որպեսզի թույլ տա ճաղերի միջից համբուրելի իր երեխային, իսկ գիտեք, որտեղից գիտենակ, որ այդտեղ պատահաբար հայտնվեց թուրք հրամանատարը,
դուրս քաշեց մի կերպ ցանցի մեջ մտած մանչուկին, գցեց գետնին եւ իր ծանր կոշիկներով արյուն լվի կարեց ու դեն շպրտեց նրա մարմինը։ Ոչ! Իմ մահն էր պետք, իմ մահ! Ես հիմա հասկացա, ես հաղթած կլինեի այն ժամանակ, երբ ինձ կախաղան անեն։ Այդ նոր անարդարությունը չէր թողնի, որ ժանգոտի մարդկային հիշողությունը։ Այս ինչ արեցիր Աստված, ինչու իմ կյանքը ծաղր դարձրիր, այս ինչ արեցիք իմ ազնիվ դատավորներ, այս ինչ արեցիք ես ինչ պատասխան տամ այն քաջարի մարդկանց, որոնք մահվան անդունդի եզրին անգամ, իրենց զավակներին ավազի վրա հայոց այ բուբերն էին սովորեցնում։ Ես ինչ պատասխան տամ այն կանանց, որոնք փախուստի պահին թանկարժեք իրերի փոխարեն հայոց գրքերն էին տանում իրենց հետ։ Եվ վերջապես ինչ պատասխան տամ այն հղի կնոջը, որ Երիզայի դաշտում Եփրատի ափին իր արգանդից ծնված մանկան շորերն էր լվանում ու երգում։ Ես քո շորերը իմ տղաս հորդ արյունով ներկված Եփրատի մեջ լվացի։ Չէ որ այսպիսի մարդիկ չեն մեռնում։ Դրանք պիտի ապրեն ինձ հետ միասին։ Ես ինչ պատասխան տամ նրանց։ Ինչով արդարացնեմ այն կյանքը, որ ինձ պարգևեցի։ Ինչով։ 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 Ոչ մի աստվածար եւ ոչ մի սին Yes,